Բելգրադում հակակառավարական ցույցեր ու բախումներ են, մոտ 140,000 մարդ պահանջում է արտահերթ ընտրություններ։ Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ։ Ուժայինները արդյունքաբեր գազ և մահակներ են կիրառել։ Ըստ ոստիկանության, ֆիզիկական ուժ է կիրառվել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել շղթան, քարեր ու շշեր նետել իրավապահների ուղղությամբ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում գիշերային անկարգությունների ժամանակ միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային զոհերից։ Նրա խոսքով, Սերբիայի մայրաքաղաքը ցնցվում է օտարերկրյա ուժերից սնվող ընդդիմության գործողությունների պատճառով։ Որոշ օտարերկրյա ուժեր չեն կարողանում հանդուրժել, որ Սերբիան ազատ է, անկախ և ինքնիշխան, կիրակնօրյա ուղերձում նշել է Վուչիչը։ Հակակառավարական ցույցերը Սերբիայում գլուխ են բարձրացրել անցյալ տարվա նոյեմբերից, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքում 50 մետրանոց երկաթուղային կայանի տանիքը փլուզվեց, խլելով 16 մարդու կյանք։ Բելգրադի փողոցներ դուրս եկած մարդիկ մեղադրում են նախագահ Վուչիչին գործը չհետաքննելու և մեղավորներին չգտնելու համար։